Вартан бесконечно любил родину, его называли душманом, но несмотря на такое прозвище, это был благородный воин, умный, отважный, великодушный, настоящий рыцарь светлого образа. Ինքը բավական պայծառ լուսավոր անձնավորություն էր եւ ինչպես ավելի լավ բնորոշելու համար պիտի ասեմ մտավորական ռազմական գործիչ կան մարդիկ, որոնք ոչ թե պետք է կռվի դաշտում լինեն, այլ մի քիչ կռվի դաշտից հեռու, այլ իրանք պետք է ղեկավարեն։ Բայց դե այդ ժամանակ նենց է ստիպված, որ հենց իմեն էջեի մարդիկ էին լինում, որ կարողանան ղեկավարեն, ասենք մի 5 հոգով, մի 50-60 հոգուտեն կարողանանք կռվենք։ Վարդան Ստեփանյան, Դուշման Վարդան, Շուշիի հատուկ գնդի փոքր ամանատար։ Ընդամենը 26 տարեկան էր, երբ նրա կյանքն ընդհատվեց, բայց հասցրեց վառ հետք թողնել հայոց երկնակամարում։ Լուսավոր հոգով եւ գիտակցությամբ, անվախ ու ազնիվ, նա ձևավորվող հայոց բանակի մարտիկի եւ սպայի օրինակ էր։ Դարձավ նրանցից մեկը, որ դրեց բանակի հիմքերը։ Եթե կենթանի մնար, լինելու էր բանակի ղեկավարական կազմի մեջ։ Կարճ եղավ իր ցավոք սրտի գործունեությունը, բայց այն ինչ որ արվեց այդ սկզբում, հետագա ինչ որ պետք է լիներ այդ սկզբի արդյունքներ։ ինքը իսկապես նոր հայոց բանակի օրինակելի սպայի կերպար էր, որովհետև դաստիարակեց, կրթեց նաև ազատամարտիկների մի տեսակ, որոնք որ կարողանում էին իրենց անձնական օրինակով ճանապարհ հարթել մյուսների համար։ Ինքը կարողացավ սկիզբ դնել պրոֆեսիոնալ արհեստավարժ բանակի։ Այդպես էր պատկերացնում բանակը, ստեղծվելիք բանակը։ Շատ հրամանատարներ Ղարաբաղում իրենց սկզբնական գիտելիքները պատերազմի մասին ստացել են Դուշման Վարդանից։ С детства Вартан выделялся своей многогранной одаренностью, удивительной тягой к познанию мира, целеустремленностью, отзывчивостью и любовью к людям и ко всему вокруг. Մայրս գրադարանի վարիչ էր ու մենք մեծացանք այդ գրադարանում գրքերի յուրօրինակ աշխարհում, յուրօրինակ, որովհետև յուրաքանչյուր գիրք մեզ համար արժեք էր։ Իր տարիքից ավելի հասուն, գիտակից մի անգամ չեմ նեղացել իրենից։ Ինչքան որ ուժեղ էր, գրագետ, կռվող, գրագետ մարդ, գրագետ կարելի ասել մտավորական, այնքան էլ բարի եւ քնքուշ սիրտ ուներ։ Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականին։ Ընտանիքում 3 երեխա էին՝ Վարդանը, քույրը Արմենուհին եւ եղբայրը Տիգրանը։ Հայրը Ռուդոլֆ Ստեփանյանը կյանքից հեռացել էր, բայց հասցրել էր երեխաներին փոխանցել իր բարությունն ու աշխատասիրությունը։ Իսկ մայրը Զարուհին, որ մասնագիտությամբ գրադարանավար էր, անմնացորդ նվիրվեց զավակներին, որպեսզի նրանք լավ մարդիկ, իրենց հոր, իրենց ժողովրդի արժանավոր զավակներ մեծանան։ Այն գրադարանում, որտեղ հիմա 10,000 կտոր գիրք կա, յուրաքանչյուր գիրքը կարդացել է, ուսումնասիրում էր ամեն ինչ, տիեզերքից սկսած վերջացրած հողագործություն, գերազանցիկ, բացարձակ գերազանցիկ սովորող Վարդանը եղել, գիտակից, խոհուն, համեստ։ Հիմնականում ամառային արձակուրդներին գյուղերում ենք եղել, հայրական եւ մայրական, այսինքն բնության մեջ ենք մեծացել։ Ու Վարդանը հետագայում իր դպրոցական շարադրություններում շատ է նշում բնության եւ մարդու կապը։ Вартан много читал и в жизни старался быть таким, как его любимые литературные герои. А еще он был убежден, предчувствовал сердцем, что его стране скоро будут нужны герои. Նժդեհի գաղափարներով էր դաստիարակվել, Անդրանիկի գաղափարներով, այն հերոսների, որոնք իրենց կյանքը տվել են հայոց տառապյալ հողի համար։ Շատ յուրահատուկ հարց էր դրված մեր տանը, հայեցի դաստիարակություն, ոչ թե ազգայնամոլություն, այլ ազգի փառաբանում։ 1983 թվականին Վարդան Ստեփանյանը փայլուն ավարտեց Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը։ Նա կամավոր գնաց զինկոմիսարիատ եւ խնդրեց իրեն ծառայության ուղարկել Աֆղանստան։ Այնտեղ պատերազմ էր։ Նշանակում է հնարավորություն կար տիրապետելու ռազմական արվեստի գաղտնիքներին, փորձելու կոփվել իսկական մարտում։ Ինչ է նշանակում հայ երիտասարդները խորհրդային բանակ են գնում,
ձգտում են անպայման ծառայել շինարարական զորքերին։ Երբ կա ավելի լավ ճյուղ, որը Հայաստանին, մեր հետագա Հայաստանին շատ ավելի պետք է։ Դարավոր թշնամի ունենք, զինվոր չունենք։ 9-րդ դասանում մայրս ուղարկում էր ֆիզիկա եւ մաթեմատիկա պարապելու, որ պոլիտեխնիկ ինստիտուտ ընդունվի։ Ինքը գնում էր թռիչքի, արզնի, պարաշուտային սպորտով զբաղվում, որովհետեւ ուսումնասիրել էր, որ դեսանտային զորամասում է, որ մարտունակ զինվոր են дառնում։ 2 года войны в составе спецназа воздушно-десантных войск сделали из Вартана настоящего солдата. Ранения, боевые награды, в том числе орден Красной Звезды и медаль за отвагу, бесценный военный опыт и владение всеми видами оружия. Вартан вернулся из армии воином-ветераном. Ինքը շատ չէր խոսում աղբանական պատերազմից, բայց այն էլ ինչ որ պատմում էր, զգացվում էր, որ նա շատ մեծ փորձությունների միջով էր անցել։ Անցել է շատ մեծ դպրոց Աֆղանստանը։ Եվ այն աֆղանցիներից էր, որ իրականում մեծ պատերազմական փորձ ուներ։ Վարդանն ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Գրում է, քանդվում են բոլոր կայսրությունները, քանդվելու է նաև սովետական միությունը։ 86 թվականի գրառում է դա։ Քանդման հիմնական պատճառը լինելու է ազգային հարցը, որովհետև ամենախճճված հարցը սովետական միությունում ազգային հարցն է։ В 88-м Ереван сотрясали митинги и демонстрации. Но Вартан считал, что только вооруженной борьбой, только силой можно отстоять правду. И он серьезно занялся подготовкой к этой борьбе. Երբ նստացույց դասադուլ սկսվեց, Վարդանը շատ անտարբեր էր, մասնակցում էր, բայց ասում էր զենք է հարկավոր հայթայթել։ Սրա վերջը մարտական գործողություններն են։ Նստացույցով հարց չի լուծվում, հող չեն ողորմում։ Հայդատ կազմակերպության հանձնարարությամբ Վարդան Ստեփանյանը զբաղվում էր զենքի գաղտնի առաքումով դեպ Հայաստան։ Այդ գործողություններից մեկը իսկական լեգենդ էր։ Վարդանին հաջողվեց խորամանկությամբ գերազանցելով խորհրդային հատուկ ծառայություններին Երևան բերել զենքի մեծ խմբականակ։ Զենք հայթայթեք, որ մենք կարողանանք մեր հողը ազատագրել։ 88-ին Վարդանն առաջիններից նետվեց օգնելու Հայաստանի երկրաշարժից տուժած շրջաններին։ Երկրաշարժը երբ որ եղավ, Վարդանը Մոսկվայում էր։ Այնտեղ անմիջապես փորձում է վերադառնալ, չվերջ չկա։ Ու այնտեղ տեսնում եմ Իսրայելի փրկարարական ջոկատը փնտրում է թարգմանիչ եւ չի գտնում։ Ու այստեղ Վարդանը նրան ջոկատով վերադառնում են Հայաստան, տուն չի գալիս։ Միանգամից մեկնում են Գյումրի։ Երբ հաջորդ տարի սկսվեցին առաջին զինված բախումները, Հայդատի ղեկավարությունը որոշեց օգտագործել Վարդանի մեծ փորձը հայ մարտիկներին սկսվող պատերազմին պատրաստելու համար։ Վարդանը դարձավ Ասպետ ուսումնական կենտրոնի կազմակերպիչներից եւ գլխավոր հրահանգիչներից մեկը։ Տիրապետում էր բոլոր զենքերին եւ բոլորիս ինչ որ առումով, ասենք, օգնում էր, շտկում էր, ուղղում էր։ Սովորեցնում էր, թե ինչպես կարելի է մարտական գործողության ժամանակ իրար հետ ձեռքի շարժումներով հրաման տալ եւ հրաման հասկանալ, ինչ է այսօր հատուկ այդ զորաջոկատների հիմնական խմբերի գործունեության սկզբունքների մեջ։ Իր տեսակով ուսուցիչ էր, բառի ամենալայն իմաստով ուներ գիտելիքների, բազմակողմանի գիտելիքների անսպար պաշար եւ այդ ամենը փորձում էր փոխանցել մեզ։ Мог ли Вартан довольствоваться тем, что учил сражаться других? Когда начались бои в Карнидзоре, Вартана уже ничто не могло удержать в тылу. Затем участие в боях на Имбиряне и Дживане. Он потряс товарищей своим военным мастерством, и в память о его афганском прошлом Вартана стали называть душманом. Մեզ համար դուշմանը իրականության մեջ բարի իսկական իմաստով հակառակ իմաստով ուներ, բարեկամ իմաստով ուներ, ջրելի ընկեր իմաստով ուներ, եւ մենք այդ մականունը երբ գործածում ենք, ինքը միայն ժպիտով է դրան վերաբերվում։ Լավ էինք մենք զգում մեզ, որ փորձված արդեն պատերազմ անցած հրամանատար ունեինք։ Այն սկզբի համար փորձառու զինվորականի կողքատելնելը նամանավանդ երբ որ ասենք այն ժամանակ մենք մեր համար բան էր որ սպեցնազա ծառայելու բան արել երազի պես բան էր մի հատ մեր համար։ Պետք է ասեմ նաև որ
իր անձնական քաջության մասին իմ աչքի առաջ ինչպես էր կարողանում կրակը իր վրա վերցնելով ապահովել մյուս թևի օրինակ առաջ խաղացումը։ Սահում էր քայլում տեսակ չզգալով այդ զենքի ու ռազմավարքի ծանրությունը։ Դա ոնց որ իր մարմնի ինչ-որ մասը լիներ։ Որքան էլ որ լարված էր իրավիճակը սահմանին, պատերազմի գլխավոր դաշտը Արցախն էր, եւ Վարդանը նետվեց այնտեղ դաշնակցական ջոկատներից մեկի հետ։ Դաշման Վարդանի մասնակցությունը նպաստեց, որպեսզի Տողի, Կրկժանի, Քարինտակի համար մղած մարտերում Ղարաբաղյան մարտիկները տանեն առաջին հաղթանակները, ազատագրեն Լեսնոյը, Մալիբեյլին, Ղուշչուլարը, Խոջալուն։ Այդ մարտերում Վարդանն իրեն դրսևորեց ոչ միայն որպես գերազանց մարտիկ, այլև հրաշալի հրամանատար։ 91 թվականի արդեն նոյեմբերին Արցախում էինք եւ արդեն կամաց ազատագրման գործողություններն էին շարունակական դառնում, գյուղ առ գյուղ, այսպես ազատագրվում էին։ Ինչ որ ծուղակ դնել, մեքենա խփել ու բան անել, այդ լրիվ իր փորձն էր այդ լրիվ։ Զոհ չպիտի տանք։ Այդ մանրակրկիտությամբ մշակված է մեզ համար, միայն հետևեք մեր հրամաններին, արեք այն, ինչ որ ձեզ տրվում։ Ինքը որ կողքդ էր արդեն վստահությունը ներշնչվում էր։ Հասկանալով որ կողքիդ կա փորձառու մեկը, որ երբեք նման հարցերում չի սխալվի, այն ինչ որ անում ես ճիշտ ես անում, որովհետև Վարդանն այդպես է мտածում։ Вартан виртуозно владел любым оружием. Даже по звуку выстрелов бойцы узнавали, что в бой вступил душман. А когда приходил он, приходила и победа. Կարողանում էր ոչ թե կրակահերթ հարձակել, այդ կրակահերթը կարծես նվագում էր, մեղեդի էր նվագում։ Երբ որ դուշմանը իր ճանաչված այսպես կրակահերթը արձակեց, հասկացան, որ մենք արդեն եկել ենք իրենց օգնության եւ ավելի գոտեպնդվեցին։ Вартан достойно нес имя великих армянских воинов прошлого. Но для врагов он был настоящим душманом, грозным и неудержимым. Գրագետ, սառնասիրտ, պահվածք ուներ ինքը մարտի ժամանակ։ Հենց պատերազմական գործողությունների սկզբից եւ այդ ինքը արդեն հայտնի դարձավ բոլոր ազատամարտիկների շրջանում եւ դարձավ իսկապես հեղինակություն, որովհետեւ կարողանում էր վճռական գործողություններով իր հետևից տանել նաեւ մյուսներին։ Հիացած է տայ պատրաստականությամբ եւ խիզախությամբ։ Նույնիսկ մարտի թունդ պահին նա ազնիվ էր, երբեք ձեռք չի բարձրացրել գերիների վրա։ Նրա սիրտը լի էր կարեկցանքով եւ բարությամբ։ Մարտական ընկերները մինչ օրս հիշում են, ինչպես Խոջալույի ազատագրումից հետո նա ադրբեջանցի խաղաղ բնակիչներին տվեց իր դասակի ամբողջ օրապահիկը։ Արդարամտությունը իր մոտ բարձր կատեգորիա էր, ինքը արդարամիտ մարդ էր։ Վարդանը նաեւ ասպետ էր բառիս իսկական իմաստով։ Մի բան էր ասում միշտ, որ գերին արդեն գերի է, գերուն չեն սպանում։ Ընկացի չես խփի, այդ հոգեբանությունը, այդ կեցվածքը ուներ ինքը։ Մեր զորանոցում էլ ահագին գերիներ կային, բաժակով կաթը այդ գերի երեխաներին խմցնելով բաներ գալիս։ Ադրբեջանցի երեխու համար մենք գնացել ենք ռմբակոծության տակ կաթ ենք բերել։ Նույնիսկ որպես նաեւ իրավաբան ռազմական կոնվենցիաների մասին առաջին անգամ իրենից ենք լսել։ Дорогами войны Вартана вело стремление к справедливости. Когда он уезжал в Карабах, его самой заветной мечтой было освободить Шуши и вернуться в Армению дорогой через Лачин. И своей мечты он достиг. Ամիսներով պատրաստվում էր, այդ ոնց որ ասում համ պատվի հարցեր, համ այդքան արած գործի գագաթնակետներ ինչ որտեղ ասում էր տղերք չեք պատկերացնի այս ինչ բան է, ինչ հրաշք կլինի, որ մենք կարողանանք Շուշին ազատագրել։ Շուշին իր համար առանձնահատուկ դեր եւ նշանակություն ուներ եւ գործողությունից առաջ մեզ փաստացի բացատրում էր, որ դա կարող է բեկումնային լինել ամբողջ Արցախյան ազգային ազատագրական պայքարի ընթացքի համար։ Անկամ Շուշիի գրավման համար այդ հետախուզությունը, որ Շուշիի հետ ուղղությունները արդեն գիտեինք, որտեղ է մինաները, որտեղ է այդ հիմնական պաշտպանական գծերը, գնդացրային այդ դզոտերը, հինակետերը, հենց այդ Վարդանի արած հետախուզությունն էր։ 92 թվականի մայիսի 9-ին Բեկորի Աշոտ Ղուլյանի վաշտի կազմում
Վարդանն առաջիններից մեկը ճեղքեց մտավ Շուշիի ամենադժվար հատվածից։ Եվ մինչ ցնծացող հայ մարտիկները Ղազանչեցոց վանքի մոտ տոնում էին մեծ ու երկար սպասված հաղթանակը, դուշմանը գնաց հայկական գերեզմանոց։ Քայլում էր 5 գերեզմանների միջով եւ շիրմաքարերը գինով ցողելով ուրախ բացականչում։ Ցնծացեք նախնիներ, Շուշին ազատագրված է։ Նրա ուրախությանը չափ չկար։ Իսկապես 7-րդ երկնքում այդ արտահայտությունը իր համար էր ասված եւ գտնում էր, որ սա մեր հաղթանակների սկիզբն էր։ Такое же счастье испытал Вартан 18 мая, когда был освобожден Лачин и открыта дорога жизни, воссоединившая Арцах с матерью Арменией. Իր, այսպես ասեմ, հանճարեղ կանխատեսությամբ ցամաքային նաև ճանապարհը բացվեց դեպի Հայաստան, որովհետև ինքը դա կանխատեսում էր եւ ասում էր մեզ, որ Շուշին գրավելուց հետո հաջորդը պետք է լինի Լաչինը, այսօրվա Բերձորը։ Լավ է, դե դուշման։ Ամեն հոյակապ տեսարանը։ Սենց աշխարհը ոնց որ քոնը լինի։ Շուշիում դեռ տոնում էին հաղթանակը, իսկ դուշմանն արդեն դիրք էր գրավել Զարիսլու գյուղի մոտ եւ ականապատել ճանապարհը։ Նա ժամանակին հասցրեց։ Պարտությունից գազազած ադրբեջանցիները Շուշիի վրա նետեցին եղած բոլոր ուժերը։ Նրանց հարձակումը կարող էր ճակատագրական դառնալ, բայց այն խափանվեց եւ ավարտվեց ղարաբաղցիների փայլուն հաղթանակով։ Կարելի է ասել դուշմանի անձնական հաղթանակով։ Երկրորդ օրը Զարեսլուի մոտ դուշմանը մինապատեց ճանապարհը, նրա շարած միների վրա պայթեցին, որքան հիշում եմ, մի տանկ, մի 2 BMW։ Իսկ եթե Զարեսլուում այդ տանկը չտրաքեր, Շուշիում այդ ուրախությունը կդառնար սքո արարողություններ։ Հզոր հարձակում է եղել են 2 տանկ ու մի քանի BMW-ների զրահամեքենաների ուղեկցությամբ մեծ քանակությամբ հետևակ ա եղել։ Զարեսլու գյուղի մեջ։ Շրջադարձ կա, շրջադարձն անցել է, T-72-ը պայթել է մեր ականների վրա։ 3 ական միասին ա գործել, թիրուցրիվ է հետել տանկը։ Հետևի BMW-ին գրանտամյոտով խփել են թրթուրն են պոկել, կանգնել է տեղում մնացել, 10 հատ մյուս T-72-ի խփել է, տղեկը գրանտամյոտով։ Башнян փչանալուց հետո պատտվել ու փախել են։ Вартана уважали самые авторитетные командиры и военное руководство молодой республики. Люди видели в нем образец идеального военного. Он стремился к совершенству во всем, и в отношении с бойцами, и в выправке, и в изысканной литературной речи. Դուշմանը որպես հրամանատար, որպես գրագետ, ռազմական գործից հասկացող մարդ, նրան շատ էին հարգում։ Ինքն անձնավորությունները, որ անձամբ եւ Բակո Սահակյանի հետ, եւ Արտուր Մկրտչյանի հետ, եւ Սամվել Բաբայանի հետ կարողանում են շատ հարցեր իր ասածով արվել։ Պատերազմի անգամ են ծանր օրերին կոկիկ էր թե իր հակուկապի, թե իր վրա գրած զենք ռազմաօթերքի հանդեպ։ Ամենամաքուր, ամենագեղեցիկ հագնվող մարդը դուշմանն էր։ Իր հագնվածքին, իր տեսքին, որ ուշադրություն էր դարձնում իր խոսքին, բառերին։ Վարդանի հայրենասիրությունը իր դրսևորումները ուներ նույնիսկ իր արտահայտվելու մեջ, փայլուն հայերենի էր տիրապետում եւ նաեւ մեզ էր նույնիսկ ստիպում, որպեսզի մենք ռազմական նույնիսկ տերմինները, որոնք մշտապես ռուսերեն էին հնչում, փոխադրենք հայերենի։ Դուշման Վարդանի հրամանատարած ուսանողական վաշտի մարտիկները, նույնպիսի երիտասարդ եւ կրթված տղաներ, իրենց հրամանատարի համար հոգի էին տալիս։ Վարդանն ու նրա մարտիկները ղարաբաղցիներին ոչ միայն ազատություն էին տալիս, այլև հայոց պատմության, մշակույթի եւ գրականության իմացություն։ Վարդանն ոչ միայն ռազմական գործիչ էր, այլև կարելի ասել հասարակական գործիչ, որովհետև այն վայրերում, որտեղ որ մենք տեղակայվում ենք որպես ռազմական միավոր Արցախյան գյուղերում, հավաքվում էին գյուղացիներ, ժողովուրդ, որոնց հետ այսպես ասեմ քաղաքական զրույցներ են անցկացնում, բացատրում մեր մշակույթի բավական հետաքրքիր ցալքերի մասին, նույնիսկ արցախցիներին բացատրում իրենց պատմության հետաքրքիր դրվագները։ Վարդանը մտավորական էր։ Բացի զինվորականություն իր մեջ, նաև մտավորականություն էր։ Вартан Степанян умел видеть будущее. Его мысли занимало создание настоящей регулярной армии. Вартан уже договорился о создании учебной базы в селе Бадара.
Он был в краткосрочном отпуске, когда пришла катастрофическая весть о падении Шаумяна, а затем и Мардакерта. Շահումյանի անկումը տեսավ, ցավով ընկալեց այդ ամենը։ Իր ամբողջ գործունեությունը այդ շրջանի ուղղված էր միտված էր մի բանի, որպեսզի շատ արագ եւ վճռական քայլերով ուղղվեն այն սխալները կամ այն ռազմական խնդիրները, որոնք որ ծառացած էին այդ ժամանակ մեր առջև։ Թշնամին դեպի Արցախի սիրտն էր նետվում բոլոր կողմերից։ Վարդանն ուղարկվեց Մարտունի։ Այստեղ ադրբեջանցիներին հաջողվեց կանգնեցնել, բայց 1992 թվականի հուլիսի 3-ին ճանապարհին Մյուրիշեն գյուղի մոտ ռազմավարային ուազը, որի մեջ դուշմանն էր երկու ընկերների Արմեն Երիցյանի ու Արայիկ Ավագյանի հետ, պայթեց հակատանկային արկի վրա։ Կապ չունի, թե նա ականի պայթյունից զոհվեց, թե, ասենք, մարտի ժամանակ, երբ որ ազատագրական մարտի ժամանակ կամ պաշտպանական մարտի ժամանակ զոհվեց։ Կապ չունի, նա արդեն իսկ այդ փուլերն անցել էր։ Նա ապացուցել էր մարտի ժամանակ, ապացուցել էր, որ ինքը հետ քաշվողներից չի, ինքը առաջ գնացողներից է եւ առաջ տանողներից է, առաջնորդներից է։ Это была ошеломляющая весть. Погиб тот, кто не мог, кто не должен был погибнуть. Погиб Вартан Душман. Умелый, опытный и очень предусмотрительный боец. А главное, человек потрясающей чистоты и высоты духа. Поэт и рыцарь. Любимый всеми символ молодой Армении. Գումարտակի բոլոր տղաների համար Վարդան Ստեփանյանը մնալու է որպես լուսավոր կերպար, որպես մի մարդ, որը մեծ ազդեցություն ունեցավ բոլորի հոգեկերպվածքի վրա։ Մենք կորցրեցինք մարդու ռազմական գործչի, ով դեռ շատ բան ուներ անելու։ Հայաստանը, որ վաղը պիտի զարգանար եւ ավելի լավը դառնար նման մտավորականների շնորհիվ։ Իր առնելը դեռ հələ շատ բան կարող է փոխել մեր հայկական բանակի ու մեր հաջողությունների մեջ։ Արցախի մարտական խաչ առաջին աստիճանի եւ Հայաստանի մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի մասին վառ հիշողություն մնաց։ Նրա մասին երգեր են հորինում, գրքեր գրում, ֆիլմեր նկարահանում։ Շուշիում Դուշման Վարդանի անունով փողոց կա։ Նրա անունն են կրում Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկը եւ շատ դասարաններ Հայաստանի տարբեր դպրոցներում։ Մյուրիշենում կանգնեցվել է հերոսի հուշարձանը։ Նրա մայրը Զարուհին Երևանում իր փառավոր տղայի հիշատակին թանգարան է ստեղծել, որտեղ գլխավոր ցուցանմուշներից են Վարդանի պատրաստած գավաթները։ Նա երազում էր դրանցով հայկական աղթամար կոնյակ խմել Վանա լճի ազատագրված ափերին։ Այ Ֆիդայի իրան չէի ասել։ Ֆիդայի լինելը իրան բնորոշ չէր։ Ինքը ավելի շուտ նվիրյալ, ազգին նվիրյալ։ Եթե պետք է այդ մոմենտին լինել հրամանատար, պետք է այդ պահին լինել զինվոր, այդ պահին պետք է լինել գրող, այդ պահին պետք է լինել այն անձնավորությունը, որ իր հետևից մարդ տանի։ Ինքը այդ տիպի անձնավորություն էր։ Հաղթած գնաց Վարդանը, իր նպատակներին հասավ։ Իսկ ընդհանրապես ինքը կարող էր բոլոր ասպարեզներում իրեն դրսևորել որպես լավագույն հայի տեսակ, որպես հասարակական գործիչ, որպես քաղաքական գործիչ եւ վերջապես որպես ռազմական գործիչ։ Վարդանը հերոս էր իր գիտակցությամբ։ Իր գիտակցության մեջ արդեն այդ հերոսությունը նստած էր։ Ինչ իմաստով։ Նա նվիրյալ էր, որ պատրաստ էր միշտ զոհաբերվելու։ Ցանկացած պահի, եթե կար հանունը, նա այդ հանունի համար զոհվելու էր։ Ես սքավոր մայր չեմ։ Մայր եմ հերոսի։ Այնտեղ բոլորն են հերոս, բայց Վարդանը այդ հերոսների հերոսն է։ Вартан Степанян был одним из тех немногих, кто понимал, что за родную землю нужно сражаться. Яркий и талантливый во всем, он мог блистать на любом поприще, но выбрал путь воина. Он стал примером воина-защитника своей родины, воина-освободителя своей земли. И он показал, какими должны быть солдаты и офицеры будущей армии, независимой Армении. И поэтому он герой.